Սիրելի աշակերտներ, սույն տեսանյութով անդրադառնանք հերթական հայտորոշիչ գրավոր թեստերին։ Առաջին տրամադրում խաղում ենք սպիտակներով, փորձենք հաղթել, օրինակ կարող ենք վերցնել սևերի փիղը, բայց նույնը կարող են անել սևերը, հարվածել մեր փղին։ Հիմա ինչպես կարող ենք շահել սևերի փիղը, չկորցնելով մեր փիղը։ Այստեղ գործ ունենք միջանկյալ քայլի հետ։ Հիշենք միջանկյալ քայլերը նաև տարբեր լեզուներով, Zwischenzug միջազգային շախմատային լեզվով։ Այսպիսով մենք կվերցնենք սևերի փիղը, բայց մեկ քայլ հետո, մեկ օգտակար միջանկյալ քայլ հետո։ Եվ հիշենք, որ շատ ժամանակ միջանկյալ քայլներն ուղղորդվում են շախով։ Ինչու շախով, որպեսզի սևերը զբաղված լինեն, հակառակորդը զբաղված լինի արքային փրկելով, այստեղ շախից պետք է ազատվել։ Եվ ապա մենք կարող ենք վերցնել սևերի փիղը և չանհանգստանալ, որ նույնը կարող են անել սևերը, այժմ մեր փիղը D1 դաշտում չէ։ Եթե մենք պարզապես հեռանայինք, ենթադրենք G4, նույնը կարող են անել սևերը, նրանք կարող են իրենց փիղը հեռացնել հարվածի տակից, ուրեմն միջանկյալ քայլը ուղղորդվեց շախով։ Փիղ հաշվինք շախ, արքան ցանկացած նահանջի դեպքում էական չէ։ Արքա E6, մենք կվերցնենք երկրորդ քայլով կվերցնենք սևերի փիղը, այժմ ունենք մի ամբողջ փղի առավելություն։ Տրամագիր 2-ում 2 քայլից հայտարարենք մատ, հիշենք, երբ ձին և արքան գտնվում են ահա այս կոնստրուկցիայով կողք կողքի, նրանք ստեղծում են փոքր եռանկյունի, որից սև արքան չի կարող դուրս գալ, և դա ցանկալի է անել շախով։ Ձի հաշվեց շախ, արքայի միակ փախուստը հաշուտն է, քանի որ փիղը հսկում է F8 դաշտը, արքա հաշուտ, և երկրորդ քայլով փիղ F6, շախ և մատ։ Երրորդ տրամագրում մատ հայտարարենք 3 քայլից, այստեղ բավական է արքային տանել եզրագիծ և երկու նավակներով հերթականությամբ հայտարարել մատ։ Ինչպես տեսնում ենք, 5-րդ հորիզոնականը հսկում է A5 նավակը, մրցակցի արքան գտնվում է 6-րդ հորիզոնականում, դա նշանակում է մյուս նավակով, որը դեռևս չի կատարում օգտակար աշխատանք, մենք գրոհում ենք մրցակցի արքային 6-րդ հորիզոնականից այս նույն ուղղությամբ։ Նավակ B6, շախ, առաջին քայլով։ Այսպիսով 5-րդ հորիզոնականը հսկում է մեկ նավակը, 6-րդ հորիզոնականը մյուս։ Արքան պետք է նահանջի, մուտք գործի ստիպված 7-րդ հորիզոնական, արքա F7 ենթադրենք, այժմ 6-րդ հորիզոնականը հսկում է B6-ի նավակը։ A5-ի նավակը այս պահին անգործ է, գործազուրկ է, եկեք նրանք ընդունենք աշխատանքի նրան։ Նավակ A7, շախ, քանի որ սև արքան գտնվում է 7-րդ հորիզոնականում։ Նավակ A7, շախ, արքան պետք է մուտք գործի 8-րդ հորիզոնական, G8, F8, E8, ենթադրաբար E8 հետզհետե մոտենալով սև նավակներին հարվածելու միտումով։ Այժմ 7-րդ հորիզոնականը հսկում է A7-ի նավակը, արքա E8, և բավական է շախ հայտարարել 8-րդ հորիզոնականից, դա կարող է անել B6-ի նավակը։ Նավակ B8, մատ։ Եվ չորրորդ տրամագրում նույնպես խաղում ենք սպիտակներով, ինչպես տեսնում ենք, սևերն այստեղ ունեն առավելություն, նավակը ձիու դեմ, այսինքն որակի առավելություն, սևերն ունեն որակ, շախմատային լեզվով։ Հիմա, եթե օրինակ սև արքան լիներ հաշուտ դաշտում, մենք ձիով կհարվածեինք նավակին և կշահեինք նաև թագուհի։ Մեր նպատակն է, որ արքան լինի հաշուտ դաշտում, և նրան այստեղ կարելի է հրապուրել զոհաբերության շնորհիվ։ Թագուհի B2-ը հաշուտ։ Առաջին քայլով հայտարարեցինք շախ, շախից ազատվելու համար սևերը ստիպված պետք է ընդունեն զոհաբերությունը, և մենք հասանք մեր նպատակին, արքան վերցնում է հաշուտ, խնդրեմ, մենք երազում ենք, որ սև արքան լինի հաշուտ դաշտում։ Այժմ կարող ենք անել այն, ինչ ցանկանում ենք։ Երկրորդ քայլով ձիով վերցնում ենք F7,
շաղ կրկնակի հարված, կամ պատարագախ կամ ճանկարք նույն ինքը: Արքան շախից պետք է հեռանա, և մենք հաջորդ քայլով կշահենք նաև թագուհի, ձին վերցնում է Ժ5: Փաստորեն մենք զոհաբերեցինք թագուհի, բայց շահեցինք թագուհի և նավակ: Նորից, մենք զոհաբերեցինք թագուհի, զոհաբերություն մարտավարական հնարքը, սակայն վերցրեցինք և նավակ և թագուհի, այսինքն մեկ նավակ ավել: Հրապուրեցինք արքային հաշուտ դաշտ և հերթականությամբ շահեցինք ֆիգուրները: Այժմ ունենք մի ամբողջ ձիու և նույնիսկ մեկ անցունակ զինվորի առավելություն: